Իդեպ անցած եթերի տակ մեկը գրել էր ով է Հոլոդոմորը ճանաչել, որ նախասան, որ հարիր չէ ցեղասպանություն վերապրած ազգի ներկայացուցիչներին նման կերպ վերաբերվել ուրիշի ցավին, հատկապես որ դա այնքան էլ ուրիշի չէ, որովհետև նախ հայերը 1000 տարուց ավել ապրել են Ուկրաինայում եւ Հոլոդոմորի ժամանակ նաեւ հայեր են զոհվել։ Ասեմ միգուցե էլի անտեղեկներ լինեն, այս պահի դրությամբ 26 թվականի ապրիլին Հոլոդոմորը պաշտոնապես որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչվել է աշխարհի 33 երկրի կողմից, ճանաչող պետությունների թիվը զգալիորեն աճել է վերջին տարիներին, Եվրոպայում դրանք Ավստրիան են, Բելգիան, Բուլղարիան, Միացյալ Թագավորությունը, Վատիկանը, Հունգարիան, Գերմանիան, Վրաստանը, Իռլանդիան, Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովենիան, Սլովակիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեյցարիան եւ Էստոնիան, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում Բրազիլիան, Կանադան, Կոլումբիան, Մեքսիկան, Պարագվայը, Պերուն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, միջազգային կազմակերպություններից Հոլոդոմորը որպես ցեղասպանություն ճանաչել են նաեւ Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որոշ երկրներում, ինչպիսին է Իսպանիան, Հոլոդոմորը ճանաչվել է առանձին տարածաշրջանների մակարդակով, Վալենսիան, Կատալոնիան, Ամերիկայում ճանաչումը ամրագրված է ինչպես կոնգրեսի երկու պալատների, այնպես էլ նահանգների մեծ մասի մակարդակով։ Այս ցանկին պաշտոնապես միացած վերջին երկրներից մեկը Շվեյցարիան է 24 թվականի սեպտեմբերին, նրանց համար, ովքեր ցանկանում են համեմատություններ անել հայոց ցեղասպանության եւ Հոլոդոմորի մեջ, ասեմ, որ իմ կարծիքով դա անթույլատրելի է, բայց եթե ռուսական ազդեցության տակ մնացած մարդիկ թվեր են ուզում, ես կանվանեմ այդ թվերը։ Միջազգային ճանաչման գործընթացը հայոց ցեղասպանության սկսվել է 65 թվականից Ուրուգվայի կողմից առաջին ճանաչումից։ Ուկրաինան պետական մակարդակով սկսել է Հոլոդոմորի հարցը առաջ մղել միայն անկախությունից հետո հիմնականում 2006 թվականից։ Այո, Ուկրաինան սկսել է այս գործընթացը մոտ 40 տարի ուշ, քան հայկական Սփյուռքն ու Հայաստանը։ Ուկրաինան իսկապես շատ ավելի ուշ է սկսել բարձրացնել Հոլոդոմորի ճանաչման հարցը, բայց վերջին տարիներին գրեթե հավասարվել է հայոց ցեղասպանության ճանաչման թվի ցուցանիշին, տարբերությունը երկու պետություն է կազմում։ Միգուցե ինչ-որ մեկի համար այս տեղեկատվությունը կարևոր լինի, բայց կրկնվեմ, համեմատել ցեղասպանությունները անթույլատրելի է։ Ցեղասպանությունը դա վիշտ է, եւ փորձել համեմատել ում վիշտն է ավելի կարևոր, ում վիշտն է ավելի շատ ճանաչված, ինձ թվում է ճիշտ չէ։